38 տարի առաջ այսօրը Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդավարական պատգամավորների արտահերթ նստաշրջանը ընդունել է պատմական որոշում Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու խնդրանքով։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ադրբեջանական ԽՍՀՄ կազմից դուրս բերելու եւ հայկական ԽՍՀՄ կազմում ընդգրկելու վերաբերյալ ճակատագրական եղավ մեր ժողովրդի հետագա 4 տասնամյակների ընթացքում։ Դրան հաջորդած 3 տասնամյակների ընթացքում հազարավոր նվիրալների կյանքի ու մեր ողջ ժողովրդի հերոսական պայքարի գնով մենք վերագտել էինք մեր արժանապատվությունն ու ինքնությունը եւ մոտ էինք մեր ու մեր նախնիների դարավոր երազանքների իրականացմանը։ Մայր հայրենիքի եւ պետության հետ լիարժեք միասնությանն ու համակայլ ընթացքին։ Սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունների արկածախնդիր քաղաքականության, Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության սահմանադրությունների եւ միջազգային իրավունքների հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարումների արդյունքում ոչ միայն կորցրեցինք ծանր զրկանքների ու անասելի մակարոնների գնով ձեր բերվածը մեր հայրենի օջախները, այլև Արցախահայությանը ենթարկվեց էթնիկ զտումների ու ցեղասպանության։ Ղարաբաղի անշարժումը երբեք չի եղել միայն պայքար Արցախի ազատագրման համար, այլ եղել է պայքար ազատության, արժանապատվության, արդարության եւ օրենքի համար։